Հայաստանի շուկա մտնող Armenia ավիաընկերությունը հերքում է, որ իր բաժնետերերից է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Մարտի 9-ին Երևանում հրավիրված ասուլիսին ընկերության վրացի բաժնետեր Թամաս Գայաշվիլին հայտարարեց, որ ընկերությունը ունի 3 բաժնետեր։ 51% պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25% Ռոբերտ Հովանիսյանին և 24% իրեն։ Ես ձեզ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ վարչապետ կամ Հայաստանի իշխանություններից որևէ մեկը այս ընկերության բաժնետերերի ցանկում չկա։ Այս խոսակցությունները շրջանառվում են, որպեսզի ձախողեն նոր սկսվող գործը։ Արմենիան հայկական շուկա է մտնում մի ժամանակ, երբ վրացական ավիաշուկան ավելի մրցունակ է։ Գայաշվիլին ասում է, որ իրանք Երևանից տարբեր ուղղություններով տոմսեր են առաջարկելու։ Այնուամենայնիվ, Թբիլիսիից մի շարք ուղղություններով տոմսերը 20-ից 30%-ով էժան կլինեն։ Կանոնավոր թռիչքներ կիրականացնենք Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա և այլ քաղաքներ։ Նաև կլինեն թռիչքներ Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լառնակա և Լոնդոն ուղղություններով, և ժամանակի հետ մեր թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի։ Ընկերությունը թռիչքներ կիրականացնի Զվարթնոց օդանավակայանից։ Առաջին թռիչքը տեղի կունենա ապրիլի 21-ին Թել Ավիվ։ 2 ամիս առաջ պատվիրելու դեպքում տոմսերի գները առանց օդանավակայանի հարկերի կսկսվեն 49 եվրոյից։ Օդանավակայանի հարկերը ավելացնելու դեպքում գինը կբարձրանա 40-ից 50 եվրոյով։ Ընկերությունը ունի 3 Boeing օդանավ, ամիսներ անց նախատեսում է մեծացնել օդանավերի թիվը։ Ընկերության բաժնետերերն ասում են, որ կաշխատեն հիմնականում հայ օդաչուներ։ Մենք սպասում ենք, որ արտասահմանից պետք է ժամանեն այն օդաչուները, որոնք այստեղ թռչել են ժամանակին։ Նրանք կվերադառնան հայրենիք ընտանիքների մոտ և կաշխատեն այստեղ հայրենիքում։ Հայկական ավիաընկերությունները Հայաստանի շուկայում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված ձախողել են։ Արմավիան, որն ուներ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ, 2013-ին սննկացավ և հեռացավ ասպարեզից։ Նույն տարվա հոկտեմբերին Հայաստանն անցավ բաց երկնքի քաղաքականության։ Բաց երկնքի պայմաններում աշխատանքը 1 տարի անց դադարեցրեց նաև նորաստեղծ Air Armenia ընկերությունը։ Արմավիայից առաջ էլ սննկացել էր հայկական ավիաուղիներ ընկերությունը։ Թամաս Գայաշվիլին ասում է, որ չեն ուսումնասիրել նախորդների ձախողման պատճառները, սակայն հայկական շուկայի հետ մեծ հույսեր են կապում։ Ես կարող եմ ասել, որ այստեղ ավիացիոն շուկան վատը չէ, այս ուղղությունը զարգացնելու մեծ պոտենցիալ կա։ Ես մեկ անգամ եմ ասում, Հայաստանի համար առաջնային ուղղությունը ավիատրանսպորտն է, այդ ուղղությունը պետք է զարգացնել և ճիշտ մոտենալ։ Ես կարծում եմ, որ կստացվի։ Armenia Travel տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կապարյանը նոր ավիաընկերության մուտքը շատ կարևոր է համարում։ Հուսալի է, որ էժան տոմսերի ու ուղիղ չվերթների շնորհիվ կկարողանան զարգացնել ներքին տուրիզմը։ Մեզ համար օտիպեջ անհրաժեշտ է ավիափոխադրողներ, որոնք որ ավելի մատչելի գներով առաջարկներ կանեն, որտեղ տուրիստական ընդհանրապես շարժը չի կայանում բարձր գների ու աշխարհագրական սահմանափակումների դեպքում։ Կապարյանը ևս համոզված է, որ նոր ընկերության մուտքի շնորհիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առավել նախընտրելի կդառնա հենց Երևանից թռչելը։ Բնականաբար սպառողը երբևիցե նույն, թեկուզ ոչ ավելի էժան, թեկուզ նույնանման առաջարկի դեպքում երբևիցե չեն ուղևորվի դեպի Վրաստան, որ այնտեղից թռնեն։ Դա միանշանակ կլինի շատ մեծ նվաճում մեր համար։